Բարև ձեզ, Տիկին Պողոսյան։ Նախորդային կառավարության կայքում հրապարակվեցին Ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման բանակցային փաստաթղթերը, սկսած ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերից մինչև 2019 թվականին Հայաստանի ներկայացված կարգավորման պլան, ինչի մասին ի դեպ ձեր ընդդիմադիր գործընկերներն արդեն մոտավորապես տարի ու կես է թմբկահարում են, թե հրապարակեք 2019 պլանը։ Այնքանով, որքանով հասցրել եք ուսումնասիրել հրապարակված փաստաթղթերի տրցակը ձեր դիտարկմամբ 2019 թվականի պլանը ընդունելու դեպքում հնարավոր էր արդյոք խնդրի հայանպաստ լուծում։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հարցի համար։ Իհարկե ծանոթացել եմ եւ շատ լավ կլինի մեր որ հայրենակիցներն էլ ամբողջությամբ ծանոթանան։ Իրականում այնտեղ նոր բան չկա, ամբողջ բանակցային գործընթացի մասին վարչապետը պարբերաբար Աժամբիոնից ելույթներ է ունեցել, խոսել է, փաստացի նոր բան չկա, ուղղակի արդեն վարչապետի խոսքերի փաստերին ենք մենք ականատես լինում։ Եվ այսպես արդեն նաեւ փչվում են մեր ընդդիմության թեզերը եւ հատկապես խոսքը գնում է 2019 թվականի պլանի մասին, որում մեզ մեղադրում են, որ մենք չենք օգտվել, չենք օգտագործել, դա եղել է ընդամենը նոր փաստաթուղթ չի եղել, դա ընդամենը եղել է 18 թվականից առաջ ամբողջ գործընթացների, կարելի ասել բանակցությունների համաձայնությունների ամփոփագիրը։ Եվ դա փաստն էլ նաև այն է, որ այնտեղ նշվում է երկու նախագահները, այնտեղ իսկ Նիկոլ Փաշինյանը երբեք նախագահ չի եղել։ Սա էլ այսպես է փչվում, ընդդիմության թեզը, թե մենք 2019 թվականին հնարավորություն ենք ունեցել եւ բացի այդ, անընդհատ խոսում են, մեզ մեղադրում են այս տարիների ընթացքում, այդ ժամանակ 20 թվականին 2 տարի էր մենք, 2 տարի էլ չէր եղել, որ մենք եկել ենք իշխանության, խոսում են այսպես անեք, այնպես անեք, այնպես անեք, այսպես որ անեք, այսպես կլիներ, այնպես որ անեք, այնպես կլիներ, վերջի իրենք տասնամյակներ շարունակ իշխանության են եղել եւ հնարավորություն են ունեցել իրենց սրտի ուզած ձևով այդ հարցերը լուծեն, որը որ հիմա մեզ են մեղադրում, չեն արել։ Փաստացի կամ իրենք կարողացել են լուծումներ ունեցել են, բայց չեն արել, կամ իսկապես դա անիրատեսական էր իրենց ասածները ուղղակի փուջեին ուսին եւ ինչու մեզ մեղադրում են։ Տեսեք, մենք վարչապետը կարելի ասել բոլոր հարցերի պատասխանները տվել էր, բայց հիմա արդեն փաստերով հանրության առաջ կա որ վարչապետի ասած ամեն մի խոսքը ճիշտ էր եւ ըստ երևույթին այլ բան չկար, որ կարող էինք փոխել։ Եվ վերջո, եթե կարող էին անել, թող անեին, մենք իրենց ոչ ոք չի խանգարել եւ իրենց չարասների համար հետո գան մեզ մեղադրել, դա արդարացի չէ։ Տիկին Պողոսյան, փաստաթղթերի հրապարակումից հետո ինչ եք կարծում, բանավեճը ինչ հունով կգնա, իրենք վերջապես կհանդարտվեն, այլևս չեն շահարկի այդ թեման, թե շահարկումների ընդհակառակը նոր դուր բացվեց դեպի։ Իրականում ես խղճում եմ մեր ընդդիմությանը, որովհետև իրենք այլևս թեման չկա, որ կարող են խոսել, թմկահարել, նրանց բոլոր մեղադրանքները ամբողջ խոսույթը 4 տարիների ընթացքում ուղղակի բացվեցին, փչվեցին, հասկացանք, որ սին են, դատարկություն է նրանց ամբողջ մեղադրանքները, նրանց ամբողջ խոսակցությունը։ Հիմա նրանք ինչ են անում, շատ խղճուկ իրավիճակում են գտնվում, որովհետև արդեն կարծում եմ հարցու պատասխանին էլ արդեն քչացել են վարչապետի հետ գալիս, որտեղ մեծ հաշվով այլևս հարցեր չկան, որ կարող են տալ վարչապետին կամ կարող են իրենց այդ սուտ թեզերը առաջ տանել եւ վերջո այն հանգամանքն էլ, որ երկու նախագահները հրաժարվում են վարչապետի հետ բանավիճելուց, սա էլ հենց փաստ է, թե ինչու էին նրանք հրաժարվում, որովհետեւ ամբողջ իրենց խոսացածը, որոնք իրենց համար մի քանի լրատվականներ կանչում են, նստում են ու սկսում են իրենց ուժեղ զգալ, ինչ որ լուրջ դեմքով, ինչ որ հիմարաբանություն են խոսում, ամբողջը արդեն ակնհայտ է, որ վարչապետի դեմ դիմաց չեն կարող խոսել։ Օրինակ ընդդիմադիր պատիվ ունեմը 3 հարցը պատասխանի ժամանակ չկար։ Սա փախուստ է վարչապետին դեմ առ դեմ հարցեր տալուց, գուցե փաստարկներն են վերջացել, գուցե ասելիք չկա։ Իհարկե ասելիք չկա, իրականում այս 4 տարի նրանց մոտ ասելիք չկա, նորը իրենց падգամավորներից Տիգրան Աբրահամյանը եկել է բանակի մարտունակության վերականգնման մասին է խոսում, նրանք 4 տարի նույն բանն են խոսում, բայց դե նաև փաստ է, մենք փաստերով ենք խոսում եւ բանակի վերազինման աշխատանքներին էլ վարչապետը ասել է, որ մեր հայրենակիցները եւս կարող են մասնակցել եւ ականատես լինեն, գոնե այդքանից հետո պարոն Աբրահամյանը պետք է ուղղակի չխոսեր բանակի մասին։ Ներքաղաքական օրակարգին վերաբերող մի հարց, գիտեք, որ ձեր ընդդիմադիր գործընկերները օրակարգի բացակայության պատճառով գուցե անընդհատ պարբերաբար ժամանակ առ ժամանակ իրենց համար զբաղմունքի թեմա են գտնում, օրինակ
նախորդ շաբաթ քաղբանտարկյալների հարցով լսումներ էին կազմակերպել։ Մի քանի շաբաթ առաջ իմպիչմենթի թեմայով էլի լսումներ էին կազմակերպել։ Ժամանակ առ ժամանակ փողոցում ակցիաներ են կազմակերպում գերիների ազատ արձակման թեմայի շուրջ են կառավարության առաջ ակցիաներ անում, մեղադրում, որ միջոցներ ձեռք չեն առնում նրանց վերադարձի ուղղությամբ։ Իդեպ քաղբանտարկյալների հարցով լսումների ժամանակ ձեր ընդդիմադիր գործընկեր պարոն Իշխան Սաղաթելյանն ասաց, որ պետք է դիմադրության ճակատ ձևավորել։ Ձեր դիտարկմամբ ընդդիմությունը կրկին փորձելու է ընտրություններից առաջ օրակարգը լրացնելու, այսպես ընդդիմություն խաղալու համատեքստում փողոց դուրս գալ եւ վերսկսել 2022-ի դիմադրության շարժումը։ Արդեն ծիծաղելի են իրականում իրենց խոսույթն էլ, իրենց գործելավոճն էլ իհարկե բացահայտված է, մեզ համար ի սկզբանե բացահայտված էր, քաղաքացիների համար եւս կարծում եմ այս փուլում արդեն ամբողջովին բացահայտված է, որ օրակարգ չունեն, փորձում են կեղծ օրակարգեր ձևավորել։ Դուք անգամ մոռացաք նշել, օրինակ համահայկական հիմնադրամի հարցերով քննիչ հանձնաժողով էին վերաբացել, թե ինչ եղավ այդ քննիչ հանձնաժողովն է, ինչպես աշխատեց, ինչ արդյունքների հասավ, իրենք կեղծ օրակարգեր են իհարկե գեներացնում, բայց ես չեմ կարծում, որ հիմա ռիսկ կանեն ինչ-որ նորից դիմադրության իրենց ճակատը ստեղծեն, որովհետև իրենց մոտ չի ստացվում դա։ Մենք այս 21 թվականից հետո պարբերաբար տեսանք, որ իրանք ուղղակի ունակ չեն, իրենք անգամ հանրահավաքներ անելու ունակ չեն, իրենց մոտ մարդիկ չեն հավաքվում, նույն Վազգեն Գալստանյանը, ով սառեցրեց իր հոգևոր կյանքը, ինչի համար ցավում եմ, որովհետև ստացվեց որպես հոգևորական կորցրեցինք Տավուշի թեմի առաջնորդ, այստեղ էլ որպես չստացված քաղաքական գործիչ ունեցանք, սկսեց խոսել, հա, որ պետք է գնա ոսկեպարով Արցախ, մարդիկ արդեն հասկացան, գնալով քչացան իր կողքը, եթե մի քանի մարդ էլ որպես իրեն որպես հոգևորական իր կողքը կանգնած էր, նրանք էլ ամբողջովին, էլ չեմ ասում, որ Հանրապետության հրապարակում վարչապետին 1 ժամ ժամանակ տվեց, որից հետո բնականաբար ոչինչ չփոխվեց, այսինքն չեմ կարծում, թե այդ չստացված կամ Իշխան Սաղաթելյանի փախուստից հետո, ակնհայտ բոլորիս հայտնի հանրահավաքներից փախուստից հետո նրանք նորից հանրահավաք ռիսկ կանեն անել, որովհետև իրենք էլ գիտեն, հետո վերջի իրենց արած հանրահավաքներից հետո, իրենց արած ցույցերից հետո էլ քիչերն մեզ խնդրեն, որ գնանք իրենց վրանները հավաքեինք, որովհետև այլևս մարդ չէր գեներացվում այնտեղ, մարդիկ չէին հետաքրքրվում։ Եթե մի փոքր խելացի լինեն, այս իրավիճակում գոնե ձեռնամուխ չեն լինի նոր շարժման։ Քանի որ գալիք խորհրդարանական ընտրություններին շատ քիչ ժամանակ է մնացել, ձեր դիտարկմամբ Տիկին Պողոսյան, այսօր խորհրդարանում եղող ընդդիմադիր քաղաքական ուժերը շանս ունեն հայտնվելու 2026 թվականի խորհրդարանում, նրանք այս ընթացքում մինչև քոք արդյոք մաշել են իրենց ընտրազանգվածը, թե ընդհակառակը հանրային վստահության նրանց ցուցիչը աճել է, ինչպես սոցիոլոգիական հարցումներ։ Ես ձեզ ասեմ, մենք չենք մաշեցրել իրենց քոքը, իրենք իրենց քոքը մաշեցրել են մինչև վերջ։ Ես 0 շանս եմ տեսնում, որ 26 թվականի ընտրություններում իրենք որպես անգամ ընդդիմություն կարող են ազգային ժողով մտնել։ 0 շանս եմ տեսնում։ Հետևաբար նրանց տեղը ով է լրացնելու, ձեր դիտարկմամբ կան առողջ քաղաքական ընդդիմադիր ուժեր այսօր քաղաքական դաշտում։ Ներկայիս ընդդիմադիր ուժերը իրենց ամբողջությամբ սպառել են, ոչ մի շանս չեմ տեսնում, որ նրանք նորից կկարողանան մտնել ազգային ժողով։ Իհարկե կան այլ ուժեր, իհարկե մեր այս ընդդիմադիր ուժերը կփորձեն տարբեր երեսներով հանդես գալ, ինչպես արեցին Գյումրիում, որտեղ այս պարագայում իրենց մոտ ստացվեց, իսկ վաղարշապատում նորից նույն սցենարներ, բայց իրենց մոտ չստացվեց։ Բնականաբար տարբեր դեմքերով նաև 26 թվականի ընտրություններին կփորձեն մասնակցել, բայց վաղարշապատ ընտրություններն էլ ցույց տվեցին, որ մեր ժողովուրդը խոհեմ է եւ կկարողանա ճիշտ ընտրություն կազմել եւ ես կարծում եմ, որ մենք ամեն դեպքում նորից մեծամասնություն կկազմենք եւ ավելի հույս եմ հայտնում, որ ավելի առողջ ընդդիմություն կունենանք։ Տիկին Պողոսյան, անդրադառնանք նաև եկեղեցու շուրջ, արդեն ամիսներ տևող ճգնաժամին, գիտեք, որ այն հանգուցալուծվելու կարծեք թե նշույլներ ցույց չի տալիս, չնայած արդեն իսկ նկատելի է, որ արքեպիսկոպոսների շրջանում կա ընդվզում, 10 եպիսկոպոսներ, արքեպիսկոպոսներ, գիտեք, հայտարարությամբ հանդես եկան եւ ընդཐུպ դրեցին ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի գահը թողնելու պահանջը։ Ձեր դիտարկմամբ այս թնջուկը ինչպես կհանգուցալուծվի եւ ինչ ժամկետում ամենակարևորը։ Այն, որ Կտիչ Ներսիսյանը պետք է լքի վեհարանը, դա միանշանակ է։
դա քննարկելու առարկա չէ, բայց թե ինչ ժամկետներում դա արդեն ընթացած կերև է, կարծում եմ, որ շատ ժամանակ չի մնացել Կտրիչ Ներսիսյանին, հա եւ մենք երեք ականատես եղանք Տեր Թադեին նա կարգալույծ արեց եւ եթե այսպես շարունակի քահանաներին կարգալույծ անել, կարծում եմ վերջում կարող է բարձվի մնում են ինքնու արշակը միայն եւ եթե նա այդքանից հետո հանգամանքներից ելնելով Սամվել Խաչատրյան, եթե չեմ սխալվում քաղաքացիական անունը, նրան կարգալույծ չի անում եւ փոխարենը կարգալույծ է անում Տեր Թադեին, Տեր Արամին, կարծում եմ, որ շարունակական կլինեն, շարունակական պետք է կարգալույծ անի այնքան, մինչև մնան ինքնու Սամվել Խաչատրյանը։ Միգուցե այսպես հանգուցալուծվի, սա մի քիչ սարկազմիկ եմ ասում, բայց որ նա պետք է հեռանա, միանշանակ է, գործընթացները ցույց, հետո ամեն դեպքում հանրության շրջանում էլ դա երևում է ոչ վստահելիությունը եկեղեցուն։ Դուք այս մի քանի ամիս է ճգնաժամ է, բայց եկեղեցում կարծում եմ տարիներ շարունակ ճգնաժամ է եղել, ուղղակի դրա մասին դա նուրբ թեմա է, շատերս չեն խոսել, հանրությունը չի խոսել, բայց այն, որ Կտրիչ Ներսիսյանը երբեք էլ հանրության շրջանում վստահելիություն չի ունեցել, մարդկանց համակրանքը վստահությունը չի վայելել, դա միանշանակ է եւ վերջի վերջո պետք է դրա վերջը գա ու նա պետք է հեռանա։ Իսկ Արշակ arczepiskopos-ին կարգալույծ չհռչակելու կամ եկեղեցուց դուրս չդնելու պատճառը ձեր դիտարկմամբ ի՞նչն է։ Չէ՞ որ համապատասխան հանձնաժողովը քննչական կոմիտեից, այո, որ տեսագրությունը, որը վերագրվում էր arczepiskopos-ին, իսկություն է, քննչական կոմիտեն նույնպես հաստատեց։ Ինչ կապ կա այս երկու սուբյեկտների միջև, որ փաստորեն շարունակում է իր հոգևոր ծառայությունը Մայր եկեղեցում։ Ակնհայտ է դառնում Կտրիչ Ներսիսյանի քաղաքականությունից, որ աչք է փակում այս պարագայում, բայց անհիմն պատճառներով այլ քահանաներին կարգալույծ է անում։ Ես չեմ ուզում խորանալ իրենց հարաբերությունների մեջ, թե ինչից ելնելով է նա այդպես անում, բայց դրա վերջը պետք է գա եւ ես չեմ համարում, թե Կտրիչ Ներսիսյանը այն մարդն է, ով կարող է կարգալույծ անել քահանաներին։ Նա այդ իրավասությունը չունի եւ հետեւաբար եւ նա եւ Սամվել Խաչատրյանը պետք է դուրս գան եւ եկեղեցին պետք է մաքրվի եւ եկեղեցուն պետք է ծառայեն իսկապես եկեղեցուն նվիրված Աստծո պատվիրանները կատարող, Աստծուն ծառայող մարդիկ, որոնք նաեւ կապ կստեղծեն մարդկանց եւ Աստծո միջեւ, որովհետեւ տարիներ շարունակ այդ կապը խաթարված է եղել եւ չեն կարող ասել ինչ բիզնես գործունեություն են իրականացրել, ինչպիսին է եղել կապը, էլի ամեն դեպքում դա նուրբ թեմա է, ես չեմ ուզում այդ թեմայի մեջ մտնել, բայց որ տարիներ շարունակ հանրության շրջանում չի եղել վստահություն, դա մեր քաղաքացիները կփաստեն։ Նախորդ Կիրակի Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցված պատարագին իդեպ մասնակցում էր նաև մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։ Նրա այդ քայլը դուք զուտ քաղաքացիական քայլ եք համարում հոգևոր միջոցառման մասնակցությամբ, թե դա քաղաքական քայլ էր, ինչպես որոշ գործիչներ շտապեցին հայտարարել։ Ես դա կբնորոշեմ չստացված PR քայլ։ Դա ուզում էր ինչ-որ իր կարևորություն ինքը իրենից ներկայացներ, բայց այդ կարևորությունն էլ չստացվեց։ Եկավ, մասնակցեց, հաղորդություն ստացավ, գնաց, այսինքն անգամ այդ քայլը ոչ մի կերպով ազդեցություն չունեցավ ոչ մի գործընթացի վրա, ոչ քաղաքական, ոչ իր PR առումով բացարձակապես զրո ազդեցություն ունեցավ։ Թերևս վերջին հարցը Տիկին Պողոսյան։ Պարբերաբար հնչում է քննադատություն չասեմ, համահրական արձագանք, թե եթե Նիկոլ Փաշինյանի եկեղեցու դեմ արշավ ձևակերպումն է գործածվում ձեր օպոնենտների կողմից, այդ արշավը եթե հանրային աջակցություն վայելեր, ապա եկեղեցիները, որտեղ մատուցվող պատարագներին մասնակցում է վարչապետը, դրանց բակերը լեփլեցուն կլինեին հավատացյալ հոտով, մինչդեռ սահմանափակ թվով մարդիկ են մասնակցում այդ պատարագներին եւ հետեւապես աջակցություն հայտնում։ Այս մասով ինչ կասեք։ Շատ կարևոր բան եք ասում, նախ ասեմ, այդ շատ է արծարծվում, դա էլ հատուկ եկեղեցու դեմ պայքար, մենք եկեղեցու դեմ պայքար չունենք, մենք եկեղեցու կողմ է մեր պայքարը, հա, մենք պայքարում ենք, որ եկեղեցին մաքրվի, սրբադասվի, մենք եկեղեցու դեմ ոչինչ չունենք, դա էլ մեր ընդդիմության էլի խոսույթն է, որ հանրության մեջ տարածվի, բայց մենք չենք անձնավորում, այսինքն հատկապես Կտրիչ Ներսիսյանին, մենք չենք կարող նույնականացնել եկեղեցու հետ։ Մեր պայքարը եկեղեցու դեմ չէ, եկեղեցու կողմ է։ Ինչ վերաբերվում է քիչ թվով քաղաքացիներին, մենք հանրավակ չենք անում։ Վարչապետը մասնակցում է Սուրբ Պատարագին,
ովքեր ցանկություն ունեն մասնակցում են, դա շատ սխալ է ի սկզբանե մարդաքանակ հաշվել, որովհետև դա հանրահավաք չէ։ Ովքեր ցանկություն ունեն, ես եղել եմ մասնակցել եմ, եղել այլ եկեղեցում մասնակցել, եղել է Կիրակի ուղակի հարմար չի եղել, որ որևիցե պատարագին մասնակցեմ, դա հանրահավաք չէ, որ մենք մարդահավաք հաշվենք կամ ասենք ունի աջակցություն թե չունի։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։